Բարի երեկո, ուղիղ եթերում ազատության լրատվական կենտրոնն է։ Այսօր եթերում առանձնացրել ենք հետևյալ թեմաները։ Իլհամ Ալիևը դարձյալ սպառնում է, Ադրբեջանի նախագահը ասել է առճակատման վտանգը միշտ կլինի, քանի դեռ Հայաստանը չի հրաժարվել իր տարածքային պահանջներից։ Բաքուն Հայաստանին դարձյալ մեղադրում է իր դիրքերը թիրախավորելու համար, խոսում համարժեք պատասխանատվությունների մասին, Երևանը հերքում է։ Ականի պայթյունից հայ զինծառայող է վիրավորվել, Պաշտպանության նախարարությունից փակագծեր չեն բացում, բայց փոխանցում են կյանքին վտանգ չի սպառնում, Ազատության տեղեկություններով միջադեպը արձանագրվել է Գեղարքունիքի մարզում։ Ինչու է քաղաքացիական պայմանագիրը պատրաստվում առաջադրել Սարիկ Մինասյանին, եթե նրան քաղաքապետ ընտրվելու համար առնվազն 3 ձայն չի բավարարում։ Դոնալդ Տրամպի նոր մաքսատուրքերը ուժի մեջ են մտել, ամենաբարձր մաքսատուրքը Միացյալ Նահանգները սահմանել է աշխարհի ամենամեծ արտահանողի Չինաստանի նկատմամբ, Պեկինը համարժեք պատասխան է տալիս։ Չնայած հավաքականի խոշոր պարտություններին, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հեռանալ չի պատրաստվում։ Նախ հայ-ադրբեջանական զարգացումների մասին։ Իլհամ Ալիևը դարձյալ սպառնալիքներով եւ նախապայմաններով է խոսում, ելույթ ունենալով Բաքվում անցկացվող համաժողովում Ադրբեջանի նախագահը ասել է, առճակատման վտանգը միշտ կլինի, քանի դեռ պահպանվում են Հայաստանի տարածքային պահանջները։ Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի սահմանադրությունը, խնդրահարույց համարելով անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման որոշմանը։ Ալիևը այսօր վերստին պնդել է, թե սպառնալիք է նաև Հայաստանի կողմից սպառազինության ձեռքբերումը։ Պատերազմի վտանգը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ Երևանը չի հրաժարվել Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջներից։ Իլհամ Ալիևի այս հայտարարությունը հնչեց այսօր Բաքվում Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում կազմակերպված համաժողովի ընթացքում։ Until peace agreement is signed and Armenia puts down completely all territorial claims to Azerbaijan. Քանի դեռ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել, քանի դեռ Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջներից, որոնք դեռևս առկա են այդ երկրի սահմանադրությունում, քանի դեռ Հայաստանը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված անկեղծ պահվածք չի ցուցաբերել, զինված դիմակայության վտանգը մշտապես առկա է լինելու։ There always will be a threat of new military standoff. Բաքվում հավաքված ադրբեջանամետ փորձագետների հետ հանդիպման ժամանակ Ալիևը խաղաղության պայմանագրի ստորագրման մյուս նախապայմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջը եւս հիշեց, պնդելով, թե այս հարցում պաշտոնական Երևանը դեռ համառում է։ But refusal to sign a joint application. Ադրբեջանի հետ միասին Մինսկի խմբի լուծարման հարցով ԵԱՀԿ դիմելուց խուսափելը վկայում է, որ հայերը ժամանակ են ձգում, գուցե որոշակի փոփոխությունների եւ ավելի շահեկան միջազգային իրավիճակի սպասումներ ունեն։ Նրանք մեծ հույսեր ունեին, որ Միացյալ Նահանգների ընտրություններից հետո դեմոկրատները կշարունակեն կառավարել։ Գաղտնիք չէ, որ նախագահ Տրամփի հաղթանակը նրանց համար մեծ հիասթափություն եւ հուսախաբություն էր։ So for them the victory of President Trump was a big disappointment and frustration. Ադրբեջանի նախագահի այսօրվա ելույթի առանձնահատկություններից եւս մեկը Հայաստանի գործող իշխանություններին նրա տված որակումներն էին։ Ալիևի համոզմամբ գաղափարական առումով հայաստանյան իշխանությունների եւ ընդդիմության միջև մեծ տարբերություններ չկան։ There are quite a strong revanchist groups in Armenia. Հայաստանում բավական ակտիվ ռևանշիստական խմբեր կան։ Դրանց ես կբաժանեի երկու խմբի՝ ակտիվ ռևանշիստներ, որոնք պատասխանատու են 30-ամյա օկուպացիայի համար, եւ պասիվ ռևանշիստներ։ Դա այսօրվա կառավարությունն է, որը փորձում է այսպես կոչված կառուցողական մոտեցումներ ցուցաբերել, սակայն ապրում է նույն ռևանշի ու վրեժխնդրության զգացմունքներով։ So-called constructive approach, but in fact lives with the same feelings of revenge and revenge. Որպես ասվածի ապացույց Իլհամ Ալիևն այսօր հերթական անգամ խոսում էր Հայաստանի կողմից ձեռքբերվող սպառազինության մասին։ There is a large process of militarization of Armenia. Հայաստանի ռազմականացման մեծ գործընթաց կա։ Մահաբեր զենքերը, որ առաքում են Հայաստանի նոր բարեկամները, ոչ թե խաղաղության եւ կայունության, այլ ապագա լարվածության կհանգեցնեն։ Lead to
potential tensions in the future. Իլհամ Ալիևի այսօրվա ելույթից նաև պարզ դարձավ Բաքուն շարունակում է զգուշացնել հայկական կողմին արտաքին ուժերը մի օր գնալու են եւ հայերն ադրբեջանցիների հետ մնալու են դեմ առ դեմ։ Armenia signed the Capitulation Act. 2020 թվականին Հայաստանը կապիտուլյացիա ստորագրեց։ Բոլորս էլ գիտենք, թե ինչ է լինում այն երկրների հետ, որոնք կապիտուլյացիա են ստորագրում։ Հայաստանը սակայն փորձում էր իրեն այնպես պահել, կարծես ոչ 30-ամյա օկուպացիա էր եղել, ոչ էլ 44-օրյա պատերազմ։ Բացի այդ, նրանք շատ վատ խորհուրդներ էին ստանում իրենց այսպես կոչված բարեկամներից։ Դա ի դեպ այսօր էլ է շարունակվում։ Մենք նրանց բազմիցս զգուշացրել ենք, որ պետք չէ ապավինել նոր կամ հին բարեկամներին, որովհետև ի վերջո տեղում նրանք մեզ հետ են առերեսվելու։ Because here on the ground they will face us. Ումինչ Բաքուն շարունակում է նախապայմաններ առաջ քաշել, Հայաստանի սահմանային գյուղերից կրկին Ադրբեջանից արձակած կրակոցների մասին են հաղորդում։ Թե վերջին օրերին կրակոցների ինտենսիվությունը նվազել է, ընդլայնվել է դրանց աշխարհագրությունը։ Սյունիքից բացի նաև Գեղարքունիքի, երբեմն նաև Տավուշի մարզում են մարդիկ կրակոցների ձայները լսում։ Բաքուն սովորության համաձայն մեղադրանքների սլաքը Հայաստանին է ուղղում։ Հարևան երկրի ռազմական գերատեսչությունը վերջին 3 օրերի ընթացքում արդեն 2 անգամ հայտարարել է հայկական կողմի ագրեսիվ քայլերի մասին։ Երևանից այդ պնդումները հերքում են։ Ցանկացած սադրանքի օպերատիվ արձագանքելու Ադրբեջանի պաշտպանության նախարարի հանձնարարությունից օրեր անց Բաքվից հայտնում են հայկական կողմի դեմ ձեռնարկված համարժեք պատասխան գործողությունների մասին։ Այդ երկրի ռազմական կառույցն առաջին նման հաղորդագրությունը շաբաթասկզբին, իսկ երկրորդն արդեն այսօր է տարածել, Հայաստանին կրկին մեղադրելով իր դիրքերի ուղղությամբ կրակելու համար։ Ապրիլի 8-ին ժամը 19:20-ից մինչև 22:30-ը Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները Վարդենիսի եւ Վերին շորժայի դիրքերից փոքր տրամաչափի զինատեսակներով պարբերաբար կրակել են ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ։ Նշված ուղղություններով ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկել են համարժեք պատասխան գործողություններ։ Երևանն այսօր եւս հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մեղադրանքները, հայտարարելով դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Շաբաթներ շարունակ Բաքուն Երևանին մեղադրում է իր դիրքերը թիրախավորելու համար։ Այս նույն ընթացքում Սյունիքի սահմանային բնակավայրերից հաղորդում են արդեն 3-րդ շաբաթն անընդմեջ չդադարող կրակոցների մասին։ Ադրբեջանական դիրքերով շրջապատված Սյունիքի Խնածախից ու Խոզնավարից այսօր էլ հաստատեցին, գիշերն առանց կրակոց չի անցել, բայց շեշտում են, դրանք բնակավայրերի ուղղությամբ չեն ու վերջին օրերին նվազել են։ Ինտենսիվ կրակոցներ են եղել, չէ, ամեն մի դիրքից մի քանի հատ փոփուշ է կրակվել, ավելի քիչ են կրակում։ Եղել է էլի կրակոցներ եղել է։ Նույն ժամը, նույն ձևի։ Կրկին էլի օդ են կրակում եւ ոչ գյուղի ուղղությամբ։ Երեք նաև Տավուշից ու Գեղարքունիքից էին ազատությանը հայտնել վերջին օրերին հնչած կրակոցների մասին։ Այսօր արդեն նույն բնակավայրերից փոխանցում են, որ անցած գիշերը խաղաղ է անցել։ Սահմանային կրակոցների ֆոնին այսօր հայտնի դարձավ, որ ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել։ Ազատության տեղեկություններով դեպքը Գեղարքունիքում է եղել, բայց թե ինչ հանգամանքներում պաշտպանության նախարարությունը մանրամասներ չի հաղորդում։ Ռազմական կառույցից երեք հայտնել էին, որ ապրիլի 8-ից 10 ընկած ժամանակահատվածում Տավուշում են իրականացնելու սահմանազատման ընթացքում վնասազերծված ականների պայթեցման աշխատանքներ։ Գեղարքունիքի մասին խոսք չկար։ Բաքվի մեղադրանքներն ու սահմանային գյուղերում կրակոցները հաջորդում են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցմանը։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանը փորձում է մի կողմից տեղեկատվական տերորի, մյուս կողմից առաջնագծում իրադրության սրացումներ հաղորդելով ճնշումների մեծ ալիք ուղղել Հայաստանի իշխանության նկատմամբ, փորձելով բանակցային գործընթացում ստանալ իր համար նախընտրելի հանգուցալուծում։ Չնայած Երևանի պատրաստակամությանը Բաքուն խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար նախապայմաններ է դնում, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում ու Հայաստանի սահմանադրության անհապաղ փոփոխություն, որում տարածքային պահանջներ են տեսնում։ Ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ սահմանադրությունը փոխելու պահանջով Բաքուն փորձում է ժամանակ շահել, իրավիճակն իր օգտին պահելու համար։ Ադրբեջանի համար էլ ակնհայտ է, որ ամբողջական նոր սահմանադրության մշակումը չի կարող 1-2-3 ամսվա խնդիր լինել։ Դեռ չեմ խոսում այն ընթացակարգերը, որ ենթադրում են հարակվել եւ այլն։ Եվ Ադրբեջանը գիտակցաբար է այդ թեման առաջին պլան բերում, որովհետեւ իմ տպավորությամբ Ադրբեջանը այդ ընթացքում փորձելու է այլ դրույթների մասով հասնել իր համար նախընտրելի հանգուցալուծումների եւ ընդհանուր արդյունքում բերել նրան, որ Հայաստանի իշխանությունների փաստաթղթերի ստորագրումը կամ
մնացած կետերով Հայաստանի հետ համաձայնություններ ունենալը ամբողջությամբ ոչ միայն կապահովի իր շահերի իրացումը, այլ հնարավորություն կտա Ադրբեջանին Հայաստանին մշտապես պահելու իր վերահսկողության եւ ազատության տիրույթում։ Պետք է հետևողական լինենք այս հարցում, խաղաղության օրակարգի հարցում։ Իշխող ուժից կարծում են Բաքուն նման հռետորաբանությամբ ու սահմանային լարվածությամբ ցանկանում է տապալել խաղաղության գործընթացը։ Ըստ իշխանական падգամավոր Մարիա Կարապետյանի, սակայն պետք չէ տրվել սադրանքների։ Ոչ մի ավել քայլ չպետք է անենք, ոչ հռետորաբանության մակարդակում, ոչ գործողությունների թույլ տալու, որպեսզի մեզ նորից հետ շպրտեն այդ հակամարտության հին դինամիկաների մեջ, որի մեջ տասնամյակներով Հայաստանը տենց գտնվել է եւ ըստ էության ոչ մի հաջողության չի հասել։ Կրակոցներից, մեղադրանքներից ու սպառնալիքներից զատ Բաքուն նաեւ զորավարժություններ է անցկացնում։ Այդ երկրի ռազմական կառույցը վերջին մարտավարական վարժանքների մասին երեկ է հաղորդել։ Հայաստանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները ապրիլի 9-ից 10 անցկացնելու են համատեղ զորավարժություն։ Լուրը Հայաստանի պաշտպանության նախարարությունն է հայտնում, ընդգծելով Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումը զորավարժությունը անցկացնելու է Հայաստանի տարածքում, Իրանն էլ սեփական տարածքում։ Հաղորդագրությունում ասվում է, որ զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Բաքվի ռազմական դատարանում շարունակվում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը առանց անկախ լրատվամիջոցների և օտարերկրյա դեսպանների աշխատակիցների։ Դատական հերթական նիստի ժամանակ հայկական ուժերի հետ մարտերում վիրավորված ադրբեջանցիներն են ցուցմունքներ տվել նախկին պետնախարարի դեմ, թե ինչ կապ ունի Վարդանյանը այս վիրավորումների հետ մեղադրող կողմը չի հստակեցնում։ Ռուբեն Վարդանյանը Արցախի պետնախարարի պաշտոնը զբաղեցրել է ընդամենը 3 ամիս, այդ ընթացքում ուժային կառույցների աշխատանքը չի համակարգել։ Մինչ այդ ևս ռազմական թեմաներին չի առնչվել։ Потерпевшие Захид Алиев, Анар Джавадов, Хилал Гасанов, Замин Хасратов. Շուրջ 2 տասնյակ ադրբեջանցիներ, ովքեր զինվորական ծառայության ընթացքում տարբեր վայրերում ու ժամանակահատվածներում հրազենային վիրավորումներ են ստացել, ցուցմունք են տվել Արցախի նախկին պետնախարար բարերար Ռուբեն Վարդանյանի դատավարության ընթացքում։ Թե ինչ կապ ունեն այդ հրազենային վիրավորումները նրա հետ, հստակ չէ։ Վարդանյանը, որ Արցախի պետնախարարի պաշտոնը զբաղեցրել է ընդամենը 3 ամիս, 2022-ի նոյեմբերից մինչև 23-ի փետրվարը եւ չի համակարգել ռազմական ոլորտը, Բաքվում մեղադրվում է 2020 թվականից հանցավոր խմբավորմանն անդամակցելու մեջ, որն Ադրբեջանի դեմ պատերազմ սանձազերծելով իրականացրել է մի շարք հանցագործություններ։ Уголовному делу в отношении гражданина Армении Рубена Варданяна, обвиняемого в совершении ряда преступлений против Азербайджана и его народа. Հարցաքննված ադրբեջանցի զինծառայողները պետական ազերթաջ գործակալության փոխանցմամբ նախ ասել են, թե չեն ճանաչում Ռուբեն Վարդանյանին, նրա մասին տեղեկացել են սոցիալական ցանցերից, ապա հերթով նկարագրել են, թե ինչ վիրավորումներ են ստացել։ Վահիդ Ալիևն օրինակ ասել է, թե վիրավորվել է Հայաստանի զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի արդյունքում, իսկ իր մյուս ընկերները զոհվել են կամ տարբեր վնասվածքներ ստացել։ Էմին Շահբազովը պատմել է, թե վիրավորվել է Աղդամում, գլխի շրջանում ստացած վնասվածքների պատճառով չի կարողացել խոսել եւ գրավոր է շփվել բժիշկների հետ։ Военнослужащий, получивший травму головы, рассказал, что его доставили в госпиталь. Էլնուր Հասանովն էլ Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տալիս ասել է, թե հրազենային 3 վիրավորում է ստացել ու իր մարմնից 70 բեկոր են դուրս բերել, 30 բեկոր շարունակում է մնալ իր մարմնում ու չնայած այդ հանգամանքին շարունակում է ծառայությունն ադրբեջանական բանակում։ Սա գալիս է ապացուցելու հենց այն հանգամանքը, որ այս դատավարությունը ֆարս է, ինչպես եւ Ռուբեն Վարդանյանն ինքն է բնութագրել։ Ապրելու երկիրկուսակցության նախագահ Մանեթ Հանդիլյանը, որ 12 օր հացադուլ իրականացրեց ի պաշտպանություն Բաքվում պահվող հայերի, Ազատության հետ զրույցում նշում է, որ Ռուբեն Վարդանյանի դեմ ընթացող դատավարությունը պարզ ցույց է տալիս, որ այն որևէ կապ չունի Վարդանյանի հետ։ Դատավարությունների միջոցով Ադրբեջանն ընդամենը հող է նախապատրաստում Հայաստանի դեմ։ Իդեպ Ռուբեն Վարդանյանին վերագրվող ադրբեջանական մեղադրանքներում հատուկ նշվում է, թե Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործությունները նախաձեռնել եւ իրականացրել է Հայաստանը։ Совершивший многочисленные преступления
преступные деяния в ходе агрессивной войны, развязанные армянским государством, созданные при непосредственном руководстве и участии армянского государства. Ուղղակի դատավարություն է Հայաստանի Հանրապետության դեմ եւ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ։ Եվ այս առումով մենք պետք է շատ զգոն լինենք, որևէ աղերս չունի այս դատավարական նիստը Ռուբեն Վարդանյանի հետ։ Սա ակնհայտ է եւ անգամ երբ որ մարդկանց ուղիղ հարց են տալիս, դուք ճանաչում եք թե ոչ, նրանք պատասխանում են, որ սոցցանցերից են ճանաչում իրեն։ Սա ինչի մասին է վկա, որ այս մարդիկ որևէ պատկերացում անգամ չգիտեն ինչ ասեն Ռուբեն Վարդանյանի հետ կապված հարցերում։ Այն, որ Ադրբեջանում դատում են բոլոր հայերին, այդ մասին շաբաթներ առաջ տարածած աուդիո ուղերձում ասել էր նաև շուրջ 2 տարի Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանը։ Իդեպ Վարդանյանի այս խոսքերը ծավալուն իր հոդվածում մեջ բերել է BBC-ն։ Բաքվի դատարանի առջև կանգնած միլիարդատերը խաղաղության պայմանագրից դուրս մնալու վտանգի տակ վերնագրի ներքո բրիտանական հեղինակավոր լրատվամիջոցը գրել է, որ խաղաղության պայմանագրի մանրամասները թեև չեն հրապարակվել, սակայն պաշտոնյաների փոխանցմամբ փաստաթղթի նախագծում որևէ դրույթ չկա դատարանի առջև հայտնված բանտարկյալների կամ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի իրենց տներ վերադառնալու իրավունքի մասին։ BBC-ն գրում է, որ ձախողելով բանտարկյալների հարցը ներառել խաղաղության պայմանագրում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հայտնվել է քննադատության թիրախում թե Հայաստանում եւ թե արտերկրում։ Բրիտանական լրատվամիջոցը նաեւ մեջբերում է իշխանական ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանի խոսքերը, թե միայն խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո կարող է լուծվել քաղաքական բանտարկյալների հարցը եւ որ այլ ճանապարհ չկա։ Բանալին խաղաղության պայմանագիրը կնքելու եւ այն իրագործելու մեջ է։ Ռուբեն Վարդանյանը սակայն զգուշացրել է, որ դա սխալմունք է, հավելում է BBC-ն եւ ծավալուն հոդվածը եզրափակում Ռուբեն Վարդանյանի խոսքերը մեջբերելով։ Սա ոչ թե իմ ու մյուս 15-ի դատավարությունն է, այլ բոլոր հայերի, եւ եթե դուք դա չեք հասկանում, ապա դա մեծ ողբերգություն է, քանի որ սա ողջ պատմության հակամարտության վերջը չէ, այլ ընդամենը հերթական փուլը ի ափսոսանք բոլոր կողմերի։ Իդեպ այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը Բաքվում պահվող հայերին ազատ արձակելու հարցով նամակ է ուղարկել պետքարտուղար Մարկո Ռուբիոին եւ ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցին։ Արցախի հայաթափումից հետո հայրենիքում մնացած եւ անցած տարվա աշնան Ստեփանակերտում մահացած Վերա Աղասյանի դին այդպես էլ Հայաստան չի հասնում։ Նրա զավակներին մինչև օրս չի հաջողվում մոր մարմինը հողին հանձնել։ Աղասյանի հարազատների պնդմամբ կնոջ մարմինը Հայաստան տեղափոխելու պայմանավորվածությունները մի քանի անգամ տապալվել են, այն էլ վերջին պահին։ Մենք պատրաստենք մեր ծնողի դիակը, խնդրում ենք ու բերին հասցնին Հայաստան, մուքել այնա մեզ հողարկավորելու տեղ ունենք։ Խաչպար գյուղում տանելու ենք մեր հարազատների գերեզմանոցում մենք տեղավորենք։ Կես տարի առաջ Արցախում մահացած 70-ամյա Վերա Աղասյանի ընտանիքը սպասում է, որ օր առաջ Բաքուն Հայաստանին հանձնի նրա մարմինը։ Որդին Արսեն Աղասյանը պատմում է, դեռ նոյեմբերին Կարմիր խաչից իրենց ասել են, որ պատրաստվեն գնալ Հակարիի կամրջի մոտ։ Այցը սակայն իրենց անհայտ պատճառներով չեղարկվել է։ Հոկտեմբերի 20-ին անունն արի մահացել է, 22-ին գնացել են Կարմիր խաչին դիմել։ Կարմիր խաչը նոյեմբերի 7-ին 8-ին ասել է, որ պատասխանը եկել է, այդ գործողությունը ստացվելու է, որ դիակը բերինք հասցնենք ստեղ։ Հա։ Նոյեմբերի 8-ին զանգել են Կարմիր խաչից, ասել, որ ով է գնալու ձեզնից, որ Հակարի դիակը ճանաչի։ Լավն են կնի, աղջիկ կնի, մենք էլ ասեցինք, չէ, տղեկով են գնում։ Մենք իրեն երեխեքով գնալով ենք, ես իմ աղբեր գնալով ենք։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից այս հարցի շուրջ մեկնաբանություն չեն տալիս, միայն փոխանցեցին կողմերի փոխհամաձայնության դեպքում պատրաստ են իրականացնել իրենց միջնորդական առաքելությունը։ Ու ամսի 10-ի վրա պայմանավորված, որ պիտի դուրս գանք Հակարին, պատրաստ ուժելերի, ես էլ հորքուրից տղանել սաղովի, պատրաստ որ պիտի գնայինք խափել են, ադմենա են տուվել։ Մենք պատրաստ ուժը որ պիտի գնանք, մեկ էլ ասում է Ադրբեջանը ադմենայա տուվել։ Բաքուն երկրորդ անգամ դիմեց Երևանին, եթե չեք ընդունում Վերա Աղասյանի մարմինը, նրան կհուղարկավորեն հենց իրենք։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ Ադրբեջանում Աղասյանի մարմինը պահում են հատուկ պայմաններում, բայց սառնարաններն ի վիճակի չեն ամբողջությամբ դադարեցնել մարմնի քայքայումը։ Այս հարցով զբաղվում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը։ Ինչու չի հաջողվում կնոջ մարմինը Հայաստան տեղափոխել։ Ինչն է խանգարում, որն է պատճառը։ Կառույցից այս հարցերին չեն պատասխանում։ Ազատությանը միայն փոխանցեցին Վերա Աղասյանի դին Հայաստան տեղափոխելու հարցը
քննարկման փուլում է, թե ինչ են կոնկրետ քննարկում հայկական ու ադրբեջանական կողմերը, երբ Բաքուն հայտարարում է իր պատրաստակամության մասին, հայտնի չէ։ Ազգային անվտանգության ծառայությունից նաև չեն մանրամասնում, թե ինչու է այս հարցը ձգձգվում արդեն կես տարի։ Ստեփանակերտում մահացած կնոջ որդին կարծում է, որ Բաքուն պարզապես իր ընտանիքին ցավ է պատճառում։ Մենակ ճնշելու համար, վիրավորելու համար, ուրիշ ոչ մի բան։ Եթե տվողը ունեն կին արմատա, ընդդիակ ընդե ինչ համար ապամ, տվողը ունեն այդ նույն պահին կտեղեկացնեին, մենք էլ կգնայինք, մեր դիակը կբերեինք, մենք ստե կհողարկավորեինք։ Որդին պատմեց, որ մոր հետ վերջին անգամ անցած տարի օգոստոսին ու սեպտեմբերին է խոսել, հետո կապը կորել է թե մոր, թե մյուս բարեկամի հետ, ով եւս Լեռնային Ղարաբաղում մնացած հատուկենտ հայերից է, ասաց, որ մայրը պարզապես որոշել էր մնալ հայրենիքում, որտեղ տուն տեղն էր, մյուս որդիների ամուսնու շիրիմները։ Մյուս կողմից էլ չի հավատում, որ մայրը մահացել է, իրենց որևէ փաստ չեն ներկայացրել։ Ոչ մի նկար կա, ոչ մի դիահերձարանը նկար կա, ոչ քաղաքի մեջ մահացած միտեղ կա, կամ մահացած կետը կա, ոչ մի ձևի ֆակտ չունի, ինչի հավատամ։ Ես էլ ասում եմ, մամաս էն ասա։ 70-ամյա Վերա Աղասյանն Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած փոքրաթիվ հայերից էր, այնտեղ մահացած առաջին հայն է ըստ բաց աղբյուրների, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նա հոկտեմբերի 20-ին է մահացել, սրտանոթային խնդիրներ ուներ։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Ինչու է քաղաքացիական պայմանագիրը պատրաստվում առաջադրել Սարիկ Մինասյանին, եթե նրան քաղաքապետ ընտրվելու համար առնվազն 3 ձայն չի բավարարում։ Դոնալդ Տրամփի նոր մաքսատուրքերը ուժի մեջ են մտել, ամենաբարձր մաքսատուրքը Միացյալ Նահանգները սահմանել է աշխարհի ամենամեծ արտահանողի Չինաստանի նկատմամբ, Պեկինը համարժեք պատասխան է տալիս։ Չնայած հավաքականի խոշոր պարտություններին, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հեռանալ չի պատրաստվում։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շաբաթվա վերջին կմեկնի Թուրքիա մասնակցելու ապրիլի 11-ից 12-ը ընթացող Անտալիայի դիվանագիտական ֆորումին։ Միրզոյանը աշխատանքային այցի շրջանակներում նաև երկկողմ հանդիպումներ կունենա, թե ում հետ է հանդիպելու Հայաստանի գլխավոր դիվանագետը արտաքին գերատեսչությունը չի մանրամասնել։ Անցած տարի Անտալիայի դիվանագիտական ֆորումի պանելային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Հիքմետ Հաջիևը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը բանավիճեցին Հայաստանի սահմանադրության եւ սպառազինության գնումների շուրջ։ Հենց այս ֆորումի շրջանակներում էր նաեւ, որ Թուրքիայի բանագնաց Սերդար Քլիչը առաջարկեց Ռուբինյանին հաջորդ շաբաթ հանդիպել Երևանում եւ այդ իրադարձությունը դարձնել պատմական, ինչը սակայն այդպես էլ տեղի չունեցավ։ Տեղափոխվենք Գյումրի։ Ի վերջո, ով կզբաղեցնի Գյումրիի քաղաքապետի աթոռը։ Այս հարցի պատասխանը ըստ ամենայնի կհնչի ապրիլի 16-ին ավականու առաջին նիստին, ու թեև երկրորդ տեղը զբաղեցրած նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին հաջողվել է ստանալ ավականի անցած մյուս ընդդիմադիրների աջակցությունը, ԿՊԱ-ականները դեռ չեն հանձնվում։ Իշխող կուսակցության ղեկավարները հայտարարում են, որ չնայած քաղաքապետ ընտրելու համար բավարար մանդատներ չունեն, միևնույն է, իրենց թեկնածու Սարիկ Մինասյանին առաջադրելու են այդ պաշտոնում, որն է ԿՊԱ-ականների հույսը, հրաշքը, թե ընդդիմության շարքերում հնարավոր պառակտումը։ Որքան մոտենում է Գյումրիի քաղաքապետի ընտրության օրը, իշխող քաղաքացիական պայմանագրից ավելի հաճախ են կարծիքներ հնչում, որ իրենք էլ պետք է թեկնածու առաջադրեն։ Երեկ Ֆակտոր TV-ի հետ զրույցում ազգային ժողովի նախագահը խոսեց այդ մասին, այսօր գյումրեցի падգամավոր Էմա Պալյանը։ Քաղաքացիական պայմանագրի վարչության երեկվա նիստում Սարիկ Մինասյանին տեսանք ամբիոնի մոտ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր կարճ տեսանյութ հրապարակել։ Քննարկվել են Գյումրու ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության աշխատանքներին առնչվող հարցեր, ավելի ուշ տեղեկացրեց կուսակցությունը, բայց ոչ մի կոնկրետություն։ Վերջնական որոշումից Էմա Պալյանը տեղյակ չէր, բայց падգամավորը եւս կարծում է, որ ընտրության օրը ավականու առաջին նիստում Սարիկ Մինասյանը պետք է առաջադրվի քաղաքապետի թեկնածու։ Պայմանավորված է նրանով, որ գյումրեցիների կողմից ամենաշատ վստահության քվեն ստացել է պարոն Սարիկ Մինասյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածուն։ Գյումրիի ընտրությունների արդյունքներով ամենաշատ թվով 14 մանդատ իշխող քաղաքացիական
պայմանագիրն է ստացել, բայց քաղաքապետ ընտրելու համար այդ քվեները բավարար չեն։ Առնվազն 17 ձայն է պետք։ Ավագանի անցած մյուս 4 ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ կաջակցեն նախկին քաղաքապետ, մի շարք քրեական գործերով ֆիգուրանտ Վարդան Ղուկասյանի ընտրությանը։ Չի ընտրվելու նպատակը որն է առաջացել։ Գիտեք, չի ընտրվելու։ Որն է իշխանության հաշվարկը։ Էմմա Պալյանն ասում էր, տեղեկություններ ունի, որ Վարդան Ղուկասյանի թեկնածության առաջմղումը ընդդիմության մոտ է դժգոհություն առաջացրել։ Որևէ բանակցություններ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ չկան, բայց լինելով գյումրեցի, ոչ միայն ազգային ժողովի պատգամավոր, ես ունեմ տեղեկատվություն, թե ինչ է կատարվում հենց ընդդիմադիր դաշտում։ Մարտուն Գրիգորյանը հայտարարություն տարածեց, որ բավարար ձայներ կապահովի, որպեսզի Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ, բայց դրանից ընդամենը 2 օր անց իր թիմակիցներից մեկը հանրայինի եթերով բոլորովին այլ բան ասեց եւ առաջարկեց քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը քվեարկել Մարտուն Գրիգորյանի օգտին, որպեսզի վերջինս դառնա քաղաքապետ։ Գյումրին փոքր քաղաք է եւ ես ինքս ունեմ նման տեղեկատվություն, որ Մարտուն Գրիգորյանի թիմակիցները, այսպես ասած, դժգոհ են որոշումի իրենց առաջնորդի եւ մեղմ ասած հաշտ չեն դրա հետ։ Ձեր հաշվարկը նաև դա է Տիկին Պալյան, որ ընտրության օրը այդ մարդիկ կքվեարկեն։ Ասացի, որ իմ հույսը այդ հաշվարկն է, ես ուղղակի վերահաստատում եմ իմ ասածը, որ 17,000-ից ավել ձայն ստացած տեխնացուն ճիշտ կլինի, որ իր տեխնացությունը առաջադրի որպես քաղաքապետի։ Մնացածը ինչ արդյունք կունենան, պարզ կլինի ապրիլի 16-ին։ Կա 4 ուժ ընդդիմադիր եւ 1 ուժ իշխանական։ Իշխանական ուժը ընդունելով իր պարտությունը չի առաջադրում քաղաքապետի տեխնացու։ Այդ դեպքում Մարտուն Գրիգորյանը նույնպես կներկայանա որպես քաղաքապետի տեխնացու։ Իշխանական պատգամավորը նկատի ունի նաև Կիրակի օրը հանրայինի եթերում մեր քաղաքը դաշինքի ուժերից Միացյալ Հայաստան կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանի հայտարարությունը, որը գնահատվեց ընդդիմության պայմանավորվածություններին հակասող 6 մանդատ ստացած դաշինքը գլխավորում է պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Նա ընտրություններից հետո 5 օր լռեց, հետո հայտարարեց, որ կաջակցեն ընդդիմադիրների մեջ ամենաշատ ձայներ ստացած Վարդան Ղուկասյանի ընտրությանը։ Եթե անակնկալներ չլինեն, ընդդիմության ձայները կբավարարեն, որ Ղուկասյանը 13 տարվա ընդմիջումից հետո կրկին դառնա Գյումրիի քաղաքապետ։ Ակնհայտորեն արձագանքելով մեծ իրարանցում առաջացրած Թարվերդյանի խոսքերին Գրիգորյանը Facebook-ում պնդել է. իրենից բացի դաշինքի անունից ոչ մի քաղաքական ուժ ու ղեկավար չի կարող հանդես գալ, իսկ մնացած հայտարարությունները կապ չունեն իր ու մեր քաղաքը դաշինքի հետ։ Այս դաշինքի մաս կազմող Արթուր Վանեցյանի ղեկավարած Հայրենիք կուսակցությունը իր հերթին հայտարարել է իրենց տեսակետը համահունչ է Գրիգորյանին։ Թարվերդյանի հայտարարությունը որակեցին մասնավոր դաշինքի պաշտոնական տեսակետը չարտահայտող կարծիք։ Ոչ մի հակասում իմ եւ դաշինքի մյուս կուսակցության ղեկավար եւ դաշինքը ղեկավարող անձի մեջ չկա։ Ազատության հետ զրույցում Երվանդ Թարվերդյանն ասաց ինքը առաջարկել է նոր մշակույթներ դնել, չի պնդել իր առաջարկը։ Իշխանությունը որպես ընդդիմության շարքերում տարաձայնությունների ապացույց նաև նրա հայտարարությանն էր հղում անում։ 2021-ին ստեղծված Երևանի քաղաքապետի վերջին ընտրությանը մասնակցած Ավագանի չանցած կուսակցության ղեկավարը Գյումրիում իշխանության հետ դաշինքը բացառեց, բայց քաղաքացիական պայմանագրի հետ հետագա համագործակցությունը ոչ։ Քաղաքական ուժից Ավագանում ներկայացուցիչ չի լինել։ Ցուցակում են եղել, որ առաջին համարներ եղել են Հայրենիք կուսակցությունից։ Անկուսակցական հետ կար, եթե չեմ սխալվում։ Այսինքն ընտրության վրա ազդեցություն չեք ունենալու։ Ներկայացուցիչները ազդեցություն չեն ունենալու ընտրության արդյունքների վրա։ Գլոբալ մոդել եմ ներկայացրել։ Գյումրիի ընտրություններին մասնակցած որևէ ուժ վերջնական արդյունքները դատարանով չի վիճարկել բողոքարկման վերջնաժամկետի ավարտին Ազատությանը տեղեկացրին դատական դեպարտամենտից։ Դա նշանակում է, որ Գյումրիի Ավագանում մանդատները կբաժանվեն ապրիլի 14-ին։ Մինչ այդ ինքնաբացարկներ կարող են լինել, դրանից հետո նաև մանդատից հրաժարումներ։ Ապրիլի 16-ին առաջին նիստը կգումարվի, որտեղ քաղաքապետը կընտրվի գաղտնի քվեարկությամբ։ Ինչ կարող է տեղի ունենալ այս մեկ շաբաթում։ Եթե իշխանությունը տեխնացու առաջադրի, արդյոք ընդդիմության շարքերը կերերան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը Աննա Հակոբյանը տևական ժամանակ է, ինչ կրթել է նորաձև է խորագրով արշավ է սկսել եւ ամուսնու հետ մարզից մարզ քաղաքից քաղաք շրջելով բանախոսում է տարբեր թեմաներով։ Թե ինչ է ենթադրում նորաձև կրթությունը, փակ դռների ետևում առանց հեռախոսների անցկացվող այս հանդիպումների մասնակիցները տարբեր կերպ են բացատրում։ Ոմանց օրինակ տպավորում են հայտնի հեղինակների մեջբերումները, սակայն հենց դրանցից մեկը օրերս տհաճ մի պատմության պատճառ դարձավ։
Հարմավիրում կայացած հանդիպման ժամանակ Աննա Հակոբյանը մեջբերել էր Վանո Սիրադեղյանի խոսքերը, կտրելով կոնտեքստից և վերագրելով Հրանտ Մաթևոսյանին։ Այնինչ եղել է Մատենադարանի շենքում, երբեք չի եղել պատմության մեջ։ Կրթվելը նորաձև է շարժման մասնակիցը հանդիպումից դուրս է գալիս այս համոզմունքով։ Պատմության մեջ չի եղել նման բան, որ հասարակ քաղաքացին հնարավորություն ունենա այսքան մոտիկից շփվելու երկրի ղեկավարի հետ, այսինքն քաղաքացին իրավունք ունի այսօր վարչապետի հետ անմիջական կապ ունենալու եւ շփվելու։ Զրուցակիցս մանկավարժ ներկայացավ ու չհավանեց, ինչ սովորեցիք հարցը։ Մենք չենք գնացել այստեղ այս պահին սովորելու, սա մեծ գաղափարախոսություն է, որի մասին պիտի լսեք։ Վարչապետի ու նրա տիկնոջ բանախոսությունները լսելու համար Լոռու մարզի Թումանյան համայնքից Երևան էր հասել Սվետլանա Եգանյանը, այնքան ոգեշնչված է, որ սպասում է հաջորդ հանդիպմանը։ Թեմաները տարբեր էին, բազմազան էին, արդիական էին, բոլորին հուզող էին, սկսած սոցիալական մանր-մունր շատ հետաքրքրող հարցերից, մինչև պետական եւ մեր մեծ ասպարեզ դուրս գալու մեր հայրենիքի։ Նա նույնպես նշանակալի է համարում երկրի առաջին դեմքին ու նրա տիկնոջը լսելու ու հարց տալու շանսը։ Եթե չեն էլ ստացել, համենայն դեպս հպարտեն, որ իրանք այդքան մոտիկից իրականացրել են իրանց այդքան երկար սպասված հարցը տալը։ Մարգարիտ Հովսեփյանը հերվից չի եկել Մալաթիա Սեբաստիա համայնքից, պակաս ոգևորված չէ, ահա թե ինչ կար կրթական նորաձևության օրակարգում։ Շատ լավ անցավ, խոսում էին երկրի դրությունից, որ ժողովուրդը հավատան, որ ամեն ինչ լավ է լինելու, մեր սահմանները ապահով է լինելու եւ մեր երկիրը հաղթանակի դուրս է գալու այս ճգնաժամից դեպի Եվրոպա կգնա։ Մասնակիցների տպավորություններն այնքան հախուռն էին, որ պարզ չդարձավ ինչ նորարարություն կար ներսում, պարզ էր այն, որ ոգևորված էին բոլորը։ Շատ հետաքրքիր էր, շատ բովանդակալից էր, ավելի մոտիկից վարչապետի ճանաչելու համար։ Ես մասնակցեցի, ցանկացա մասնակցել եւ տեսա ինչքան խորություն կա այս հանդիպման մեջ, ինչքան գեղեցիկ է կրթվելը։ Մասնակիցներից Արեգնաս Հովսեփյանին տպավորել էին առաջին տիկնոջ մեջբերումները։ Հրանտ Մաթևոսյան մեջբերումներ գեղեցիկ ձևով մեկնաբանում էր։ Ինչ մեջբերում էր չհիշեց։ Աննա Հակոբյանի բանախոսության հենց այդ հատվածն էր մեծ աղմուկ բարձրացրել մի քանի օր առաջ, երբ կրթվելը նորաձև է շարժումը հասել էր Արմավիրի մարզ։ Իմ քայլը հիմնադրամի պաշտոնական էջում հանդիպման լուսանկարներն են, դրանցից մեկում առաջին տիկինը Հրանտ Մաթևոսյանի նկարի ու նրան վերագրված «Բայց քան պարտություն կրես ու պարտվել չսովորես» խոսքի ֆոնին։ Գրողի որդին Հրանտ Մաթևոսյան կենտրոնի տնօրեն Դավիթ Մաթևոսյանն հազանգեց, այդպիսի բան Հրանտ Մաթևոսյանը չի գրել։ Վերագրելով այդ հատվածը եւ այդ հոդվածը Հրանտ Մաթևոսյանին, ասել, որ Մաթևոսյանը պարտողականության գաղափարաբան է, գաղափարախոս է, ապացուցելու համար սեփական պարտողականության խնդիրը, անհրաժեշտությունը երկրի վզին դա փաթաթելու համար։ Նախ Մաթևոսյանը այդ հոդվածի հեղինակը չէ, Մաթևոսյանի ցիտատ է բերված եւ ցիտատը բերել է Վանո Սիրադեղյանը։ Ըստ Դավիթ Մաթևոսյանի 25 տարի առաջ հենց Նիկոլ Փաշինյանի հայկական ժամանակում է տպագրվել Վանո Սիրադեղյանի հոդվածը, որում եզրահանգում կա ըստ Հրանտ Մաթևոսյանի մեծամոր գործի։ Սիրադեղյանը գրել է՝ «Բա այսքան պարտություն կրես ու հաղթել չսովորես, պարտվելն ինչ է, որ պարտվել չսովորես եւ ամեն պարտություն վերածես արհավիրքի»։ Հաղթանակի մասին հոդված է, հաղթանակի իմաստուն լինելու, ճշմարիտ լինելու, քաղաքականապես գրագետ լինելու, ոչ թե տգետ։ Դրա մասին է այդ Վանո Սիրադեղյանի այդ հերթական հրաշալի հոդվածը։ Ըստ Դավիթ Մաթևոսյանի մեջբերումը սխալ հեղինակի են վերագրել ու աղավաղել պարտվողականությունը հիմնավորելու համար։ Ուզում են հիմնավորել մի բան, որ այդ մարդիկ երբևէ կենթանի լինեն, մեռած լինեն, չգիտեմ, այն աշխարհում լինեն թե այս, այդ մարդիկ երբեք այդ բանը չէին ասի, որովհետև այդ մարդիկ պարզապես այդպես չեն մտածել։ Մաթևոսյանը կրթական արշավի մարտիկներին առաջարկում է Հրանտ Մաթևոսյանից ու Վանո Սիրադեղյանից հեռու հայ գրականության այլ օրինակներում փնտրել պարտության գաղափարախոսների։ Արմավիրի հանդիպումից հետո Մատենադարանի սրահում արդեն Հրանտ Մաթևոսյանի լուսանկարին իր իսկ միտքն է մեծամոր էսեից, սխալն այսինքն շտկվել է։ Ինչպես է ստացվել, որ կրթելու բարձր գործով զբաղվածները սխալ ու աղավաղված տեղեկատվություն են փոխանցում կրթվել
քննելու եկածներին։ Երեկ փորձեցինք ճշտել Աննա Հակոբյանից, նա սակայն հասկացրեց հարցերի չի պատասխանում։ Փոխարենն այսօր Facebook-յան գրառմամբ բացատրեց 4 տարի շարունակ այդ տեքստը շրջանառվել է Հրանտ Մաթևոսյանի անունից։ Այս 4.5 տարվա ընթացքում ոչ ոք չէր կասկածում դրա ճշգրտությանը եւ առավել եւս ոչ մի բանասեր կամ գրականագետ կամ գրողի ընտանիքի որևէ անդամ չէր հայտարարում, որ այդ տողերի հեղինակը ոչ թե Հրանտ Մաթևոսյանն է, այլ Վանո Սիրադեղյանը։ Դավիթ Մաթևոսյանի նշած բովանդակությունը կեղծելու մասին գրառման մեջ անդրադարձ չկա։ Նորաձևություն բառը բանաձև չի, բանաձևում չի, PR քայլ է, սոցցանցային քայլ է։ Երեկ Մատենադարանի նոր մասնաշենքում հրավիրված հավաքը տևեց շուրջ 3 ժամ։ Ողջ ընթացքում վարչապետ Փաշինյանի Շարասյան տասնյակ մեքենաներ էին այդտեղ։ Անվտանգության աշխատակիցները տարածքը պահպանվող էին հռչակել։ Կրթությունը միշտ էլ նորաձև է եղել, հո նոր չի դարձել նորաձև։ Հապես կրթությունը ինչ նորաձևության կապ ունի բաց։ Հանդիպմանը չմասնակցողներին նախ խորագիրներ զարմացնում։ Կուզեի մի բան, որ բացի ցուցադրականից նաև խորքային լիներ այդ ամեն ինչը։ Չգիտեմ այդպես է թե չէ, քանի որ կոմպետենտ չեմ ասեմ, ինֆորմացիա շատ չունեմ, բայց կուզենայի այդ ամեն ինչը նաև խորքային լիներ։ Ուսուցչուհի Պետրոսյանի համար կրթվելը մշտական process է, կրթվելը նորաձև է, արշավը խորտ, մասնակցել։ Ոչ, ամենևին։ Միջազգային լրահոսից այսօրվանից ուժի մեջ են մտել 60 երկրների նկատմամբ Միացյալ Նահանգների նախագահի սահմանած աննախադեպ մաքսատուրքերը, ել ավելի սաստկացնելով Դոնալդ Թրամփի հայտարարած գլոբալ առևտրային պատերազմը եւ կրկին ցնցելով ֆինանսական շուկաները։ Ասիական եվրոպական շուկաների ինդեքսները այսօր դարձյալ անկում են գրանցել, մինչդեռ Չինաստանի ֆոնդային շուկան աճել է կառավարության ենթադրյալ միջամտության շնորհիվ։ Ամենաբարձր մաքսատուրքը Միացյալ Նահանգները սահմանել է հենց աշխարհի մեծ արտահանողի Չինաստանի նկատմամբ ընդհանուր 104%, այն բանից հետո, երբ Պեկինը հրաժարվեց վերացնել իր պատասխան մաքսատուրքերը եւ հասկացրեց, որ կպայքարի մինչեւ վերջ Չինաստանը Միացյալ Նահանգներին կոչ էր արել չեղարկել մաքսատուրքերը եւ բանակցել, սակայն Թրամփը հայտարարել է չի պատրաստվում, ապա հավելել, որ Չինաստանը իրականում ցանկանում է գործարք ընկնել, պարզապես չգիտի թե ինչպես։ Եվ թողարկման վերջում հայկական ֆուտբոլի մասին։ Հայաստանի ազգային հավաքականի անհաջողությունների շարքը չի ավարտվում։ Վերջին 10 ամիսներին Հայաստանի ընտրանին 21 գնդակ է բաց թողել, որոնցից միայն 9 Վրաստանի հետ 2 խաղերի ընթացքում։ Չնայած այս տխուր վիճակագրությանը, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը պաշտոնից հեռանալ չի պատրաստվում։ Այս մասին նա հայտարարեց այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում, որը 3 ժամ է տևել։ Չնայած Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի շարունակական ձախողումներին, երկրպագուների դժգոհություններին ու անգամ մարզադաշտերում հնչող հրաժարականի պահանջին, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հեռանալ չի պատրաստվում։ Հրաժարականի հարցին նա անդրադարձավ տևական դադարից հետո հրավիրված ասուլիսի ընթացքում։ Ես հրաժարականի մասին հայտարարություն տվել եմ եւ ասել եմ, որ հրաժարական չեմ տալու եւ ինչու։ Ազգային հավաքականի անհաջող ելույթների ֆոնին անցած աշնանը երկրպագուների շարժումները Մելիքբեկյանի հեռացման պահանջով փողոց դուրս եկան։ Բողոքի ակցիաները մարզադաշտեր հասան։ Շաբաթներ առաջ խաղերից մեկի ընթացքում իրականացված ցույցը ոստիկանական գործողություններով ուղեկցվեց, ձերբակալություններ եղան։ Ինչու չի հեռանում ֆեդերացիայի նախագահը։ Մելիքբեկյանն ամիսներ առաջ հայտարարել է, թե պարտադիր է համարում սկսված նախաձեռնություններն ավարտին հասցնելը։ Հավաքականի արդյունքներն այս խոսքերից հետո մինչդեռ ել ավելի են վատ տարածել։ Մարտին ընտրանին միայն 2 խաղերի ընթացքում 9 գոլ ընդունեց Վրաստանից։ Ջախջախիչ պարտությունից հետո քննադատության ալիքն էլ ավելի ուշ գնացավ։ Այո, մենք հասկանում ենք, որ դրանք շատ ծանր պարտություններ են, խոշոր հաշվով, 2 պարտություն, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ մինչ այդ 2 տարի մենք ոչ մի խոշոր հաշվով պարտություն չենք ունեցել։ Եվ բոլորը, ֆեդերացիայի ամբողջ անձնակազմը, ֆուտբոլիստները, մարզչական անձնակազմը շատ ծանր են տանում այս պարտությունները։ Շատ ավելի ծանր, քան շատերը, ովքեր դրանց մասին անընդհատ գրում են, իսկ իրականում կա մի զանգված, որոնք շատ ուզում են այդ պարտությունները տեսնել, որպեսզի հերթական առիթ հանդիսանա քննադատության։ Մեր հերթին մենք փորձում ենք դրանից հետևություններ անել, հասկանալ, ինչը որպես ֆեդերացիա կարող ենք ավելի լավ անել,
որպեսզի խուսափել դրանից։ Ֆեդերացիայի նախագահին հարցեր տալու հնարավորություն լրագրողները հազվադեպ են ունենում։ Այսօր հրավիրված ասուլիսը 3 ժամ տևեց։ Մելիք Բեկյանը նախ իրականացված աշխատանքը ներկայացրեց, հետո հակիրճ անդրադարձավ հեռացման պահանջին։ Հրաժարականի մասին հաջորդ հարցերին ֆեդերացիայի ղեկավարը չցանկացավ պատասխանել։ Այսքան երբ որ ես խոսեցի եւ դուք նորից չեք տեսնում, այսինքն իհարկե կարելի է տեսնել միայն վատը եւ պետք կարելի է չցանկանալ տեսնել լավը, բայց դա արդեն յուրաքանչյուրի անձնական ընկալման հարց է։ Ազգային հավաքականը իր վերջին 30 խաղերից հաղթել է միայն 6-ում, 19 անգամ պարտվել է, 5 հանդիպում էլ ոչ ոքի է ավարտվել։ Մինչդեռ տարիներ առաջ, երբ նրան կառավարությունում վարչապետ Փաշինյանն էր ընդունել, Մելիք Բեկյանը շատ ավելի հեռուն գնացող նպատակներից էր խոսում։ 22-ին կամ 24-ին այդ նվազագույն խնդիրը կատարել, դուրս գալ աշխարհի կամ Եվրոպա առաջության եզրափակիչ փուլ եւ դա մեր արտացոլված է մեր ռազմավարության մեջ։ Հավաքականը ոչ Եվրոպայի, ոչ էլ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ չհասավ։ Ֆեդերացիայի նախագահն էլ մոռացել է, թե 4 տարի առաջ ինչ նպատակների մասին է հայտարարել։ Ես չեմ ասել, որ 22-ի եւ 26-ի եզրափակիչ ենք դուրս գալու, 24-ի ես ասել եմ, որ մենք պայքարելու ենք ուղեկրի համար։ Մելիք Բեկյանին չհամոզեց նաեւ իր խոսքերի ուղիղ մեջբերումը։ Կներեք, որտեղ է դա գրած։ Սա գրված է կառավարության պաշտոնական կայքեջում, խնդրում եմ կամ իրենց հետ հասկացեք, երևի ձեզ վերագրել են բաներ, որը դուք չեք ասել։ Չէ, գուցե այնտեղ մի բառից սխալ եղել, որտեղ ես շատ լավ հիշում եմ այդ հանդիպումը։ Դիտարկմանը, թե իր խոսքերը փաստող տեսանյութ կա, Մելիք Բեկյանն արձագանքեց։ Գուցե լեզվի սայթակում է եղել, այնինչ ֆեդերացիայի նույն 2019-2025 թվականների ռազմավարության ազգային հավաքականների վերաբերվող բաժնում նպատակների շարքում առաջինը հենց այս մրցաշարերից մեկին որակավորվելն է։ Շարունակեք հետևել լուրերին այցելելով ազատություն.am կայքեջը եւ մեր սոցիալական հարթակներ։ Իսկ այսօրվա համար այսքանն էինք նախատեսել, հաջողություն։